Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր տապակել եմ հնդկահավ եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել հնդկահավի պատրաստման իմ եղանակով։ Նախ եւ առաջ հնդկահավը լավ մաքրել եմ, լվացել եւ մարինացրել։ Մարինացնելու համար վերցրել եմ 5 լիտր ջուր, 150 գրամ շաքարավազ, 250 գրամ աղ, կես թեյ գթալ սև պղպեղ եւ 6 ճաշի գթալ սոյայի սոուս։ Սիրելիներս, իմ վերցած հնդկահավի քաշը եղել է 5 կիլոգրամ։ Բաղադրիչները ավելացնելուց հետո ջուրը մի լավ խառնել եմ, որպեսզի աղը եւ շաքարավազը լուծվեն։ Հետո ջրի մեջ եմ դրել նախապես լավ մաքրած եւ լվացած հնդկահավը։ Քանի որ հնդկահավը աղաջրից մի փոքր դուրս էր մնում, այդ իսկ պատճառով 1 լիտր աղաջուր եմ պատրաստել եւ ավելացրել հնդկահավի վրա։ Այն ջրի մեջ եմ թողել մի ամբողջ օր։ Հետո դուրս եմ բերել ջրից եւ թողել, որպեսզի քամվի։ Մինչ հնդկահավը կքամվեր, այդ ընթացքում պատրաստել եմ սոուսը։ Սոուսի համար ինձ անհրաժեշտ է եղել 1 նարնջի քերիչով անցկացրած կեղև, 1 ատամիկ ծեծած սխտոր, 100 գրամ հալեցրած կարագ, 1 թեյ գթալ սև պղպեղ, մոտավորապես 1 ճաշի գթալ կիտրոնի հյութ, 2 ճաշի գթալ ձիթապտղի յուղ, 1 թեյ գթալ մանանեխ, 1 թեյ գթալ խմելի սունելի, 1 թեյ գթալ կարմիր պղպեղ, կես թեյ գթալ մանրացրած համեմի սերմ եւ 1 թեյ գթալ քրքում։ Բաղադրիչները միմյանց հետ լավ խառնելուց հետո հնդկահավի կաշին զգուշորեն հեռացրել եմ մսից եւ ամբողջ հնդկահավը ներսից եւ դրսից պատել եմ սոուսով։ Հարգելիներս, հնդկահավի թևերի մի մասը ես կտրել եմ, եթե չեք ցանկանում, դուք կարող եք չկտրել։ Ամբողջությամբ սոուսով պատելուց հետո հնդկահավի ներսում լցրել եմ կտրատած սոխ, սերկևիլ, նարինջ, 2 մասի բաժանած մի պճեղ սխտոր եւ կիտրոն։ Հետո ոտքերը կապել եմ եւ տեղափոխել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ եւ տեղափոխել ջեռոց։ Ջեռոցում հնդկահավը տապակել եմ 180 աստիճանի տակ մոտավորապես 50 րոպեվա ընթացքում։